եկել են։ Մարատ Մուրադյան, Հայոց Հայաստան կուսակցության ղեկավար։ Ուղղակիորեն վստահ եմ, որ 2032 թվականին մեր ուժը գալու է իշխանության։ Այս երկրին կոշտ ղեկավար է պետք, ուրիշ ձև չունենք։ Պետքա շատ կոշտ մարդ, որ ձեռքը խփի սեղանին ասի «սենցավ վсё»։ Կյանք, ես իրականում չեմ հավակնում վարչապետի պաշտոնին։ Տեսեք, դուք ինձ ասում եք ով է լինելու վարչապետը, ես իրան կպցնում եմ, ամուսնանում եմ, ես էլ հոպար։ Կգմստեի նախարարեմ դասավորում։ Էջ ո՞րն է։ Համար, հաստաճակատ ղեկավար է պետք, որ պատերը ջարդելով գնա, պետք է պրոբլեմները չրթելով գնա առաջ։ Ոնց ասեք։ Վունդերքինդ է իմ երեխեն, ուղեղը միլիոնի տակ աշխատում է, բա որ տեսնեք պապուր մատների վրա ոնց է ֆռացնում, բա որ տեսնեք ոնց է երգում, արտսել է երգի։ Մախմուրակ չի։ Այ Մուրադյան ջան, ինչ վարչապետ, բայց առատես ասում որ քեզ 2 տարուց բռնելու են կաշառքի վրա, նստեցնելու են, դու դեռ գումար ես խաղալու, այդ տուն տեղը ծախելու ես, որ այդ պարտքերից պրծնես։ Ես հիմա ինչ եմ։ Ինչ պետք է անես, կամ քաղաքականությունը թարգի կամ էլ բլոտ խաղալ սովորի։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Դից Խաչաձեն վրես մնայք։ Ես Թումանյանի հեքիաթների պես պարզ, բայց խորը մարդ։ Իսկ հիմա պատկերացրեք, թե Հայաստանի Հանրապետության առջև ինչ հնարավորություններ բացվում, եթե երկրի վարչապետը չինացի է։ Լավ էլի Չերչիլ, անում տես լուրջ ես ընդունում։ Ես վարչապետության պահով չեմ եկել, գյուղապետ ջան։ Անետը հրաժարում է խոզերս մորթի։ Հերթով բացաթողնում անտառ։ Սրանք էլ գնում ու էլ հետ չեն գալիս։ Ուզում եմ գործս փոխել։ Մեր Վաչեի կինո կարիերայի վրա թուղթուգիր էի արել։ Ուղղակի ինձ պտիշկեն աշկի սխալ եմ դրել։ Էդի կարում եմ, չէ՞, այդ փոխենք։ Մենք թուղթուգրով չենք զբաղվում հարաստ։ Սուրթդ լուրախ չի։ Դե որ իմանաք ով է վարչապետը ինձ մի հատ ասեք։ Մենք էլ գլխով գցվենք այդ թեմաների մեջ։ Դե վաղը մյուս օրը Եվրամիություն մտնել կա բանա։ Իմանանք էլ ինձ մեզ ոնց պահենք։ Իսկ անեցքներ։ Չէ։ Ում պաչելով բարևենք, ում հերվից ուղակի գլխով։ Բեկի հետ խնդիրներ։ Չէ։ Ֆրանսիան Նիդերլանդների հետ չխառնենք։ Փոքրերի հետ բոլ լինենք, իտալացիների հետ իտալի։ Պրեմիերայի պրավալ։ Չէ, հարազատ, չէ։ Իրանց խորվաթը իրա տեղ ունենա, մեր խորվիրապը իրա։ Ու միշտ իշենք, եվրոն դա արժույթ է, իսկ օջախը արժեք։ Իսկ քո մեջքի ցավը տեղափոխել երկիչ ընկերոջդ վրա։ Մոտիկ ընկերոջ։ Ցանկացած, ոնց որ վիտամինից խոսքի կարա լինի, ինչ որ շատ լավ երկող մեկը, որ Եվրատեսիլա գնաց է։ Ճիշտը խուրախ չի։ Ես խոզերից ծախում եմ ու սկսում եմ միջազգային ասխեր բերեմ, որ ելույթ ունենամ։ Հենց մացառուտում էլ կկազմակերպեմ։ Առաջինն էլ Snoop Dogg-ին եմ բերելու։ Դե տամը մի անգամ փորձեցին, չստացվեց։ Ինչ չի մերժի։ Իսկ որ իրա երկը ուրիշ երկու հոգի երկեն իրանց ավտոյի մեջ ու ավելի շատ վիու ունենան։ Այդտենց բան չի կարա լինի հարազատ։ Ոնց չի կարա լինի, մի անգամ արել ենք, լավ եղել է։ Մենք այդպիսի ծառայություններ չունենք, Գարիկ ջան։ Շոու բիզնես փաթեթից ոչ մի բան, հա։ Այ Ջեկի Չան ջան, դու պատրաստ ես վարչապետ դառնալու։ Առաջինը պետք է կարողանաս զարխուշտապարել սովորես։ Երկրորդը խորովածի լավն ու վատի իրարից տարբերել։ Երրորդն էլ քո չափով, այդպես մի հատ Քիփլի քաղաքին դեռ ոտով արի Երևան կհասկանանք, հա թե չէ։ Այ քեզ բան, հաջողություն ձեզ։ Կատնակ բուրախ չի։ Բրավո, շատ տաղանդավոր բալիկ ունեք, բայց մի բան ասեմ, էլի տիկին, այս երեխեն 32 թվին դեռ անչափահաս է լինելու։ Բայց անչափահաս ինչ կապ ունի, սաղին կտանիցով, ծարավ հետ կբերի։